Ուրեմն այսօրվա նիստի մասին։ Մենք անընդհատ տեսնում ենք ակնհայտ իրավունքի չարաշահում, քանիցս դատավորը անընդհատ դիտողություն է անում, որ կարիք չկա կարդալու բողոքները, մենք այդ բողոքները կարդացել ենք, կարիք չկա ցուցմունքներին հղումներ կատարելու, դուք կոնկրետ ձեր դիտողությունները արեք, բայց ոչ մի դիտողություն չի արվում։ Ակնհայտ մենք նկատում ենք, որ պաշտպանը փորձում է այդպիսով անընդհատ ձգձգել ժամանակ եւ ավելին ասեմ, դատարանը անընդհատ պնդում է, որ հետաձգեք ձեր բոլոր նիստերը, կարևորությունը տվեք այս գործին, սակայն մենք տեսնում ենք մյուս կողմից չկա դա, չի արվում։ Այսինքն նրանք անընդհատ փորձում են հետաձգել, մեջ բերելով, որ այլ գործեր ունեն։ Ինչպես տեսնում եք, այսօր նաև մեր պաշտպանը կալանքի նիստ ուներ, դուրս եկավ, գնաց կալանքի նիստին մասնակցելու, մենք համաձայնվեցինք, որ առանց մեր պաշտպանի էլ մենք պատրաստ ենք նիստը շարունակել։ Այստեղ ակնհայտ է իրավունքի չարաշահումը, պարզապես չենք հասկանում ինչու դատարանը չի կանխում դա։ Սանկցիա չի կիրառում, չգիտենք, փորձում ենք։ Իսկ նպատակը ո՞րն է ձեր կարծիքով նիստերը հետաձգելու։ Անընդհատ փորձում են նիստերը հետաձգել, ժամանակ շահել, որպեսզի վաղեմության ժամկետով այս գործը ավարտվի։ Սա է վաղեմության հոկտեմբերի 12-ին սույն թվականին։ Մեր երեխաների զոհվելու օրն է հոկտեմբերի 12-ը եւ այդ օրը լրանում է վաղեմության ժամկետը։ Այդ օրն էլ լրանում է վաղեմության ժամկետը ընդդեմ Ջալալ Հարությունյան։ Եվ պարբերաբար նրանք փորձում են նույն ոճով մեղադրանքի սլակներն ուղղել այլ սպաների ուղղությամբ, սակայն մենք քանիցս զգուշացրել ենք, տեղեկացրել ենք, որ դեռ նախաքննություն է շարունակվում եւ այսքանով գործը դեռ չի ավարտվել։ Չի եղել որևէ հրաման, որ գործը համարվում ենք փակված։ Նրանք պարբերաբար փորձում են այդպես խուսանավել, անընդհատ խոսել այլոց մեղավորությունների մասին եւ որևէ կերպ շարունակաբար թեկուզ դատարանը հարցեր է տալիս եւ անդադար ուղում է, որ մենք խոսում ենք, գործը քննում ենք սույն մեղադրանքի շրջանակում, այնուամենայնիվ դա կարծես պաշտպանը փորձի շրջանցել։ Թե ինչու դատարանը չի կիրառում սանկցիա, ես չգիտեմ։ Շատ ցավում եմ, բայց ակնհայտ իրավունքի չարաշահում է։